Գյումրի 2 և պատերազմ ձևակերպումները վերջին շրջանում դարձել են քաղաքական խոսույթի մաս ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական հայտարարությունների համատեքստում, համապետական ընտրություններին ընդառաջ։ Քաղաքական կողմերը փոխադարձաբար մեղադրանքներ են հնչեցնում գործընթացները ներկայացնելով որպես լայն քաղաքական հակադրության դրսևորում, որտեղ ընտրությունները դիտարկվում են ոչ միայն տեղական, այլև ռազմավարական և պետական անվտանգության տեսանկյունից։ Նախ Գյումրի 2-ը քաղաքական ընդդիմադիր ուժերն են բարձրաձայնում, որ Գյումրի 2 ենք փորձում անել կամ Գյումրի 2, այսինքն այն պատկերը, որը Գյումրիում ունեցել են, միանալով բոլոր ընդդիմադիր ուժերը ընտրել են քաղաքապետ, նույն մոդելը փորձում են անել նաև համապետական ընտրություններին, այդ բոլորի համար պարզ է, կառավարվող մեկ կենտրոնից եւ իմ կարծիքով չկա որևէ մեկը, որը կասկած ունենա, որ թե Գագիկ Ծառուկյանը, թե Սամվել Կարապետյանը ցայները տալու են Ռոբերտ Քոչարյանին, եթե իհարկե կարողանան հավաքել այնքան ցայն, որ փորձեն անել այն, ինչ Գյումրիում են արել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընդրախցիկ մտնելով փորձելու է ընտրի ինչի ու ինչի միջև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, խաղաղության եւ ինչ մյուս կողմը։ Ինչ է ընտրելու։ Ինչ է ընտրելու հաջորդ կողմում։ Հաջորդ կողմում ընտրելու է ինքնիշխանության բացակայություն, պատերազմ եւ այլ մանրամասներ շատ չբացեմ։ Բնականաբար կան հիմքեր, հետև Արշապետը ասում է այդ մասին, բնականաբար կան հիմքեր, որովհետև բանակցային գործը, հիմքերը դա մանկալու տեղ էլ շատ պետք չի, որովհետև ընդդիմադիրները շատ պարզ ու բաց ասում են, երբ որ իրենք իրենց նախընտրական հոլովակների մեջ ցուցադրում են Հայաստանի Հանրապետության քարտեզը եւ Ղարաբաղի քարտեզը համատեղ, արդեն հասկանալի է, որ դու տարածքային պահանջներ ունես հարևան երկրի հանդեպ ու ինքը ուղղակի պահանջի կարգավիճակով չի մնալու, որովհետեւ գործողություններ այդտեղ լինելու են։